ինչի կապակցությամբ ավելացնեմ, հա, դեր ասածին, Անժելա, որ ինչի կապակցությամբ Հայաստանի վարչապետը շնորհավորում է հայ ժողովրդին։ Եվ Ադրբեջանի ժողովրդին, այսինքն այն ինչ մեր թշնամի հարևան պետության ղեկավարը այդպես արդեն բաց տեքստով ներկայացնում է որպես իրենց ազգային իղձերի իրականացում, չէ՞, ամենայն դեպս շատ քիչ են մնացել, որ հասնեն այդ իղձի իրականացման վերջակետին, պարզվում է Հայաստան երկրի վարչապետը շնորհավորում է թշնամական երկրի, ուրեմն այդ հաջողության, այդ ձեռքբերման համար մեր ժողովրդին։ Անհետեթություն է, չէ՞, աբսուրդ, տեսեք, ուր է հասել, որտեղ ենք մենք, ուր ենք մենք հասել, որ ահա այդ վաղեմի երազանքը թուրքական աշխարհի կարծես թե իրականություն են ուզում դարձնել եւ Հայաստանի ղեկավարը ում դեմ այդ ամեն ինչ փաստորեն արվում է, շնորհավորում է իր ժողովրդին դրա կապակցությամբ։ Սա այն ծաղրն է մեր ազգի նկատմամբ, որ արդեն որերորդ տարին է շարունակվում է։ Շատ լավ, եւ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակում է։ Հա, մինչ այդ եւ նաեւ կխնդրեի, որ դա ցուցադրվեր, չնայած այս 2 օրը արդեն շրջանառում ենք, բայց ինձ հետաքրիր է նաեւ հոգեբանի կարծիքը, որտեղ քաղաքագետները, վերլուծաբանները, գործիչները արդեն խոսել են այս թեմայի մասին, բայց հոգեբանի կարծիքն է հետաքրիր, ինչու է շարունակում այսպիսի ստորացուցիչ կադրերով լցնել մեր իրականությունը Նիկոլ Փաշինյանը, դե կարծեմ որևէ մեկը չի կասկածում, որ այս ամենը իր հրահանգում է։ Երեք մասնագետը փաստաբանը խոսեց, որ ծայրից ծայր հակաիրավական գործողություններ է այստեղ տեղի ունեցել։ Օրինակ Լևոն Զուրաբյանն ասում է, որ սա Լյումպենին մատակարարելու համար են փոքր շերտը, որ մնացել է, որ դրանք այնքան ցածր շերտ է, որ իրենք բավարարվում են ուրիշի ստորացված վիճակում տեսնելուց, այո, իրենց է բավարարում, ձեր կարծիքով ինչու է ինքը շարունակում եւ երկրորդ հարցը կապված սրա հետ, ինձ նաեւ հյուրերից մեկը ուղղեց, երբ որ ես ասեցի ինչու ինքը շարունակում այսպես կեղտոտ ձևով, հա, մտնել ընտանիքներ, մեծ ընտանիքներ մտնել եւ այսպես ակնհայտ անկողին անգամ մտնել, ներողություն եմ խնդրում, բայց հաստատ նաեւ դրա մեջ է, Արմինեն թերևս ճիշտ էր, որ ասեց սա նորություն չի, սա շարունակություն է, ինքը վաղուց է մտել եւ դա իրենց համար բան սովորական է։ Երկու առումով ինչու է անում եւ ինչ է շահում եւ արդյոք ինքը շահում է։ Ես պիտի այստեղ շատ բարձ պատասխան տամ, որովհետեւ գիտեք ինչ, այն գործիքները, որ ունի նա այսօր իր ձեռքին, գործիքների մեծ մասը մաշված է։ Հա, այն գործիքներից այն, որ սիրում է, խոնարհվում է եւ այլն, այդ գործիքները ինքը շատ լավ հասկանում է, որ չի աշխատում։ Եվ իր ձեռքին մնացել է այո միշտ աշխատող, ես կասեի այո միշտ աշխատող մի գործիք, որովհետև դա կապված է մարդկային հոգեկանի ամենախորքային, ամենաարխայիկ շերտերի հետ, դա սպառնալիքի գործիքն է, վախի գործոնը։ Գիտեք ինչ, ցանկացած մարդ իր մեջ ունի նորմայի սահմաններում վախի զգացում։ Եվ այդ վախի զգացման ազդեցության տակ մարդիկ կարող են այո ենթարկվել, մարդիկ կարող են ընկճվել, կոտրվի մարդկանց պայքարի ողնաշարը եւ ինքը ահա այս տեսարաններով ես համամիտ եմ այդ սնուցման այդ հարցը, որ ասում եք, այդ ամենացածր շերտի այդ հատակի, դա իհարկե կա, բայց նաեւ այն մյուս շերտերի մեջ այնուամենայնիվ վախի մթնոլորտի առաջացումը, հա, տեսեք ամբողջ այդ նախընտրական եւ ընտրական այդ ամբողջ շրջանում ինչ էր հիմնականում արվում վախի մթնոլորտ, չէ, ինչ որ մարդիկ անընդհատ դերպակալվում են, ինչ որ ճնշումներ եւ այլն, եւ դա ինչ է համատարած տերորի, տերոր ինչ է նշանակում, տերոր բառը հենց վախ բառն է, հա, ուրեմն վախի մթնոլորտի առաջացումը, սա միշտ աշխատող գործիք է, բայց սա էլ է ժամանակավոր, սա միշտ չէ։ Գիտեք, այս կապակցությամբ ես կուզենայի, քանի որ իմիջերից վայրի վերումներ եղել է Տիկին Նալչա ջան, թե 8 տարի շարունակ ինքը նույն տեմպով փորձել է Նիկոլ այդպես վախ, չէ, գիտեք ինչ որ պահերի մենք էլի տեսնում ենք, որ գիտեք այն հայտնի մանկա չէ, այսպես քաղաքականություն ասում են, բլիթի եւ մտրակի քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ ասենք բլիթի քաղաքականությունը, հա, եւ դա իր գործը անում է, որովհետեւ մարդիկ գիտեք հակված են հանգիստ խաղաղ կյանքով ապրելու, հա, եւ եթե
Բուջուր ինչ որ մի դրական մի բան են տեսնում, եթե նույնիսկ դրա հիմքում այլ մտադրություններ են, հա, մարդիկ ասում են, այ էս մի բանը դե ոչինչ, հա, դե էսպես, դե ամբողջ աշխարհն է էսպես, դե ինչ որ բաներ են գտնում արտարացումների։ Այնպես որ չէ, միշտ չէ որ վախի, բայց այն ամենակարևոր պահերին, ամենավճռորոշ պահերին, երբ հարկավոր է աթոռ պահել, ինքը եւ իր այդ ամբողջ մետաստազների հետ միասին վախի մթնոլորտ են առաջացնում։ Հիմա չենք տեսնում ամբողջ այդ բանը պարլամենտի աշխատանքը ցինիզմի մթնոլորտ է, չէ՞, ոնց որ ես տպավորություն ունեմ, որ մարդիկ իրար հետ մրցում են, թե ով ավելի այսպես մաստեր կլաս ցույց կտա ցինիզմի։ Ես մի բան եմ ուզում ասել։ Իմիջիայլոց այդ առումով մի հատ նոր որակի են բերել հասցրել, ինչ ասեն նոր ԿՊԱ-ականներ են ներմուծել եւ չգիտեմ, այդ ինչի մասին է արդեն հայտարարում են ինչ որ հա բարեկիրթ պահվածքի եւ այլնի մասին, բայց գիտեք ինչ այսպես է մարդը մանավանդ հասուն է տարիքին հասած մարդը կամ բարեկիրթ լինում է կամ չի լինում, հա։ Եթե մարդը ինքը բարեկիրթ չի, այո, կարող է։ Հա, պարոն Ռուբինյան, լսեք։ Կարող է, հա, իրեն զսպել, կարող է ինչ որ, բայց եթե իր ներքինը, իր որակ այդպիսին է, ոչ բարեկրթությունը պորտկալու է, անհնարին է որ չպորտկա։ Այնպես որ եթե մենք ուզում ենք ինչ որ մի օղակ դա լինի ազգային ժողով թե մեկ այլ ուրեմն օղակ, եթե մենք ուզում ենք բարեկիրթ հարաբերություններ լինել, ապա այդտեղ պետք է մենք լցնենք բարեկիրթ մարդկանցով։ Ինչով այսօր մենք տեսնում ենք, որ մեր ազգային ժողովը չի փայլում մեղմ ասած։